Փառք Աստծուն։ Կարող եք նստել։ Պատիվ ունեմ կիսվելու ձեր այդ խոսքով։ Մի խոսք կա սրտիս մեջ, որ կուզենայի կիսվել ձեր հետ, նոր կարդացինք, եղբայրը կարդաց, ամեն բանի ժամանակ կա, մի բան եմ ուզում ասեմ, երբեք չափսոսաս այն ժամանակը, որ օգտագործում ես գալու Տիրոջ տուն, լսելու խոսքը։ Ես այդպիսի մի հարց մի օր ինձ տվեցի, նոր ապաշխարել էի, գալիս էի եկեղեցի։ Ես իմ մտքերով Աստծո հետ խոսում եմ, ասում Տեր Աստված, տենաս այսքան ժամանակ, որ ես ծախսում գալիս եմ, արժի ինչ-որ մի բան։ Եվ մեքենայով գալիս էի, աջ կողմումս գովազդային պաստառ կար։ Այդտեղ ինչ-որ գովազդ էր ու տակը sense մանր տողեր։ Այդպիսի տողեր ես շատ եմ կարդացել, բայց այդ օրվան առանձնացավ իմ համար, ես հասկացա, որ դա հենց իմ համար էր։ Գրված էր այսպիսի խոսքեր, ռուսերեն էր, ես հայերեն կփորձեմ թարգմանեմ։ Այսօրվա քո որոշումը ամուր հիմք է ապագայում։ Փառք Աստծուն։ Դրա համար ուզում եմ քեզ ասեմ, ինչքան ժամանակ որ ծախսում ես Տիրոջ տան մեջ լինելու, Տիրոջ գործը անելու, Տիրոջը նվիրվելու, երբեք չափսոսաս, որովհետև ամեն բանի համար վարձահայտություն լինում Տերը։ Փառք Տիրոջը։ Եվ մի տեղ եմ ուզում կարդամ Ծննդոցից, առաջի գլուխ 14-15 համարները։ Եվ Աստված ասեց. լուսատուներ լինեն երկնքի հաստատությունումը, որ ցերեկը գիշերը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինեն։ Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատությունում, որ երկրի վրա լույս տան, եւ այնպես եղավ։ Ես ուզում եմ, որ մեր ուշադրությունը ավելի կենտրոնացնենք ժամանակների 14 խոսքի մեջ ժամանակների եւ օրերի, որ նայում ես կարդում ես հենց առաջի խոսքից 7 օրվա մեջ հաստատված կարգ ու կանոնով առաջի օրը ստեղծեց երկինքն ու երկիրը եւ շարունակությունով այդպես երկրորդ օր, երրորդ օր եւ չորրորդ օրվա մեջ ասեց ժամանակների եւ տարիների համար լինեն լուսինը եւ արեգակը, ու հաստատեց ժամանակ եւ 7-րդ օրը հանգստացավ։ 6-րդ օրվա մեջ ստեղծեց մարդուն եւ այդ ամենը տվեց մարդուն, ասեց իշխեք եւ տիրեք։ Գիտես, մի բան պահանջեց Աստված մարդուց, որ այդ ամբողջի մեջ մի ծառ կար, որի պտղից պետք չէր ուտել։ Իրանք ունեին անսահման հնարավորություն Աստծո ներկայության մեջ, ամեն բան իրանց տրամադրության տակ էր, ուղղակի Աստված ասել էր՝ մի ծառի պտղից չուտեք։ Եվ հետո պատմությունը, որ կարդում ես, գրված է, որ կենդանների մեջից օձը, որ ավելի խորամանկ էր, մոտեցավ կնոջը եւ այսպիսի մի հարց է տալի, ասում է. արդյոք Աստված ասեց, որ բոլոր ծառերից չուտեք։ Աստված մի ծառից էր ասել։ Ինքը ասում է բոլոր ծառերից, կարծես թե տեղյակ չէր, ու ուզում էր ուշադրությունը շեղեր, ես մտածում եմ ավելի շատ իրան պետք էր, որ Եվան իր ժամանակից տրամադրեր ուղակի լսելուն իրան, որ հետո ունենալու էր հետևանք։ Ու այսօր էլ գիտես, աշխարհում տարբեր առաջարկներ ա գալիս մեր ժամանակը գողանալու համար, որովհետև այսօր ինչ որ մենք անում ենք, կախված է ժամանակից ու վճարում ենք ժամանակով։ Ուղակի ուշադրությունը շեղելու համար ծառերից ասեց, բայց մի ծառներ, եւ Եվան ուղղելու համար ասում է, չէ, մի ծառից պիտի չուտենք։ Ընդամենը մի ծառի մասին ասե։ Եվ արդեն 3-րդ գլխում Ծննդոցի 4-5 խոսքերը կարդամ, եւ ոցը կնոջը ասեց. բնավ չեք մեռնի։ Այլ Աստված գիտի, թե այն օրը, տեսեք նորից ժամանակ է շեշտում, այն օրը նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք բարին եւ չարը գիտացող։ Աստված հավիտենական ծրագիր ուներ իրանց համար։ Չարը հավիտենությունից ուզում էր գողանալ բերել ժամանակավորի մեջ։ Եվ ինչ տեղի ունեցավ, բոլորս գիտենք, ճաշակեցին, մեղքը մտավ մարդու կյանք։ Հավիտենականից փոխանցվեցին ժամանակավորի մեջ։ Եվ այն ինչը որ մարդու իշխանության տակ էր,
մարդու իսկ որոշումով, մարդու իսկ ձեռքով իրանից վերցվեց։ Եվ գիտես, մարդուց մի բան էր պահանջվում ուղղակի չմոտենալ մի ծառի։ Բայց ինքն իր կարծիքն առավել հաշվի առնելով, մտածելով, որ դա երևի ավելի լավ կլինի, սխալ օգտագործելով իր ժամանակը, սխալ օգտագործելով իրեն հատկացված ընտրությունը, դարձավ մի մեծ, կարելի ասել, մարդկության համար դաժան ապագա, որից հետո Քրիստոսը իր զոհով կվերականգնի այդ ամեն ինչը։ Այն օրը, գիտես, այսօրվա խոսքը ես այսպես էլ վերնագրել եմ, գնահատիր ժամանակդ։ Ժողովող 3:1-ում, մի հատ էլ ես կարդամ, եղբայրը կարդաց, ամեն բանի ժամանակ կա եւ ժամանակ երկնքի տակ բոլոր գործերին։ Մենք ամեն բանի համար ժամանակ ունենք, մեզ տրված Աստծուց։ Այդ ժամանակը, որ մենք ունենք, պարգև է։ Ու մեր իսկ տրամադրության տակ է, ոնց ենք տնօրինում մենք, որովհետեւ sense մի խոսք է, եթե լսած կլեք, ասում է ժամանակը փող է։ Բայց ես մտածում եմ, որ ժամանակը ոչ թե փող է, այլ մենք մեր ժամանակով վճարում ենք այն ինչը, որ ձեռք ենք բերում։ Փողը կարաս հետ բերես, բայց ժամանակը հետ չես բերի։ Ժամանակը անցնում է, ու դու ինչ որ ձեռք ես բերում, այդ ձեռք բերելու համար դու վճարում ես քո ժամանակով։ Եվ հետո որ սկսում ես խորհել, մտածել, գիտես, ամեն մեկիս աչքի առաջ ինքը շատ արագ անցնում է, ու կարծես այդպես էլ չենք էլ նկատում։ Մինչև չի հասնում մի օրվան, որ մենք սկսում ենք հաշվի առնել, հա, որովհետև ժամանակը ինչ է, եթե փորձենք սահմանում տանք, հա, որևէ, ասենք, ամեն բան մենք անում ենք ժամանակի հետ, այսինքն մեզ տարված ժամանակով օգտագործելով։ Ժամանակով ենք չափում մեր պայմանավորվածությունները, ժամանակով ենք չափում ինչ-որ մի գործ, որ պիտի անենք, ժամանակով է հաստատվում ամեն բան։ Եվ դա գնում է մեր կյանքից, ու դա հետբերովի չի էլ, հա։ Դա համար շատ կարևոր է, որ ամեն մեկս գնահատի մեր ժամանակը։ Ես մի օր կնոջս հետ զրուցում էինք, այդ տարվա մեջ չէինք հասցրել, ուղղակի ընտանիքով մի տեղ գնայինք, ես քննարկում ենք, թե քիչ ստացվեց, եւ մի հետաքրքիր բան ասեց կինս, գիտես, ասեց, «Էդի մեր համար կարևորների ցուցակում չի, դրա համար էլ չկարեցանք անեինք»։ Ամեն մեկիս համար ունենք ինչ-որ արժեքներ, հա, որ ավելի շատ առաջնությունը տալիս ենք դրան ու ժամանակ ավելի շատ տրամադրում ենք դրան։ Այդ պահին մեր համար այդքան էլ ինքը կարևոր չէր։ Ու ամեն մեկիս կյանքում էլ կան ինչ-որ արժեքներ, բայց եթե վերցնենք ընդհանուր բոլորիս համար ժամանակն ամենակարևորն է։ Ու ո՞նց ենք օգտագործում այդ ժամանակը։ Ինչի վրա ենք օգտագործում այդ ժամանակը, հա։ Ամեն բանի ժամանակ կա եւ կա ժամանակ երկնքի տակ բոլոր գործերին։ Եվ հետո բոլորս էլ այդ ժամանակի համար պատասխան ենք տալու։ Ինչպես օգտագործեցինք, որտեղ վատնեցինք։ Եվ գիտես ինչ, կարանք մեր պահվածքով ժամանակը դարձնենք մեզ ընկեր եւ կարանք մեր պահվածքով ժամանակը դարձնենք մեզ թշնամի։ Նա կլինի կամ մեզ ընկեր, որի ընթացքում ձեռք կբերենք հաջողություններ, կամ կլինի թշնամի, որ կկործանի։ Կորինթացիս 10:11 գլխում հետևյալ արտահայտությունն է Պողոս առաքյալն անում, ասում է. Ինչ որ եղավ Աստվածաշնչի հերոսներին, եղավ իրանց որպես օրինակ, բայց գրվեց մեզ որպես խրատ։ Այստեղ Աստված էլի մեր ժամանակը խնայելով, որպեսզի մենք մեր սխալների վրա չսովորենք, տվեց մեզ խոսք, որպեսզի օգտվենք եւ չսխալվենք։ Եվ հիմա փորձենք կարդանք, հա, տեսնենք, ես մի քանի պատմություն եմ ընտրել, որ ինչպես անենք, որ ճիշտ օգտագործենք մեր ժամանակը, ճիշտ ներդրում ունենանք, հա։ Նոյի մասին Աստվածաշունչը գիտեք, այսպես է ասում. Նոյը իր դարի մեջ արդար մարդ էր։ Եվ մնացածի մասին ասում է, որ ամեն մեկի մտածողությունը, միտքը ու սրտի ցանկությունները չար էին ամեն ժամանակ։ Եվ Աստված Նոյի միջոցով ծրագիր ուներ եւ Նոյին ասեց, որ կառուցիր նավը եւ Նոյը կառուցեց նավը եւ տեղի ունեցավ ջրհեղեղը եւ որից հետո Նոյը ուրեմն իջավ Արադ լեռան վրա եւ արդեն ծննդոց 9-րդ գլխի 20-րդ խոսքում 21-ում այսպիսի տողեր է գրված
Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, արդեն Նոյը իջել է, ջրեղեղը ուրեմն ցամաքել է արդեն։ Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։ Եվ գինուցը խմեց եւ հարբեց։ Եվ իր վրանի մեջ մերկեր։ Տեսեք, ես ավելի շատ ուզում եմ ես նկատեցի, որ կար մի փոքրիկ թերություն, որը ունեցավ հետո հետևանք։ Եթե մենք որոշում ենք արդար կյանքով ապրենք, չարը ամեն բան օգտագործում է, թեկուզ մի մանրուն որ փնտրի մեր կյանքի մեջ, որ ինչ որ մի կործանարար հետևանք թողա։ Բավականին հաղթանակներ էր ունեցել, գիտես, տարիներ հավատարիմ մնալով, անելով Աստծո ասածը, ուղղակի մի պահ թուլացավ։ Մի պահ որոշեց մի քիչ թուլանալ, գիտես, ու ասում է դարձավ հողագործ, եւ հետո իր սարքած գինուց խմեց եւ հարբեց։ Երբ որ ես ու դու որոշում ենք կայացնում քայլել որոշման մեջ Աստծո հետ, գիտես չարը ամեն բան կարող օգտագործի ինձ ու քեզ, ուղղակի մի մանրունքից գցելու համար։ Մի որոշում ընդամենը։ Դու կարող ես արդար լինել ու քայլել։ Նա մանա գալիս իշոր մի բան, միտեղ որտեղ որ թուլ ես։ Ինչ արես Նոյին, հա։ Բոլորս գիտենք, երբ որ Նոյը արթնացավ, որդին իրան մերկ տեսել էր վրանում, եւ Նոյը անիծեց որդուն, եւ հետո արդեն անեծքը գործեց որդու կյանքում, ու իրանից արդեն իր սերունդները գնացին եւ Սոդոմ Գոմորի պատմությունը սերում է Նոյի այդ որդուց, որ անիծել էր։ Գիտեք, այս պատմությունը, որ ես ձեզ պիտի պատմեմ, մի քիչ դժվար է իմ համար, բայց Աստծո փառքի համար, որ բոլորիս համար որպես դաս լինի։ Ժամանակներ առաջ դա մոտավորապես 2012 թվականն էր։ Ես արդեն ամուսնությանս օրը պարզ էր եւ հայրիկիս, պապայիս մի հատ դիագնոզ տվեցին, ասացին, որ իրան մի ամիս կյանք է մնացել։ Տեսեք, ժամանակ տվեցին, մի ամիս կյանք է մնացել։ Ինքը մի քիչ խմելու հետ սեր ունեցող մարդ էր։ Եվ իմ այդ մի ամսվա ընթացքը ես համ պատրաստում էի հարսանիքի, համ պատրաստում էի թաղման։ Որովհետև այն հիվանդությունը, որ ինքը ուներ, այդ ժամանակ ես ասում չէի ճանաչում, այն հիվանդությունը, որ ինքը ուներ, անբուժելի էր, մի բան կարար փրկեր, լյարդի ռուսերեն պերեսադկա են ասում, հա։ Ու գիտես ինչ, ինքը այդ մի ամսվա մեջ սկսեց ավելի կարևոր բաներ նկատել, որ առաջ չէր նկատում։ Եվ ոնց որ ասել էին, մի ամիս հետո պապաս մահացավ, ցավոք սրտի, բայց մի խոսք, որ ինձ թողեց, մինչև այսօր իմ ականջներում ես լսում եմ այդ խոսքը, որ եթե ուզում ես ինպես վերջացնես, շարունակի խմելը։ Գիտես, այսօր աշխարհը մենակ խմիչքով չէ, ինչով կարամ ես խափի, ինչով կարամ ես հարբեցնի, ոնց որ Նոյին հարբեցրեց ու անեծքը մտավ իր ընտանիք, իր ազգ, ինչով է մեզ այսօր հարբեցնում աշխարհը, ինչով է մեզ այսօր խափում աշխարհը, ինչով է գողանում մեր ժամանակը։ Գիտես, ինքը միանգամից հասկացավ, որ այն առաջները ինչ որ արել էր, ուղղակի անիմաստ էր։ Այն ինչի վրա որ ծախսել էր իր ժամանակը, ուղղակի անիմաստ էր։ Ու այսօր չի տենում այն ինչը որ պիտի տեներ։ Ես ունեմ 4 երեխա, ինքը չտեսավ։ Ինքը չտեսավ իմ հաջողությունները, ինքը չտեսավ լիքը բաներ, որ պիտի տեսներ ու ուրախանար։ Ինչի համար? Սխալ տեղ, սխալ ժամանակ ներդնելու համար։ Որտեղ ենք մեր ժամանակը ծախսում, ինչի համար ենք ծախսում։ Գիտես, շատ հաճախ կարանք անենք բաներ, հետո ասենք դե ոչինչ, էս էլ պիտի լիներ։ Բայց չենք ասում, օրինակ ինչի չաղոթեցի, չենք ասում ինչի ավելի շատ Աստվածաշունչ չեմ կարդում, չենք ասում ինչի համար ավելի շատ Տիրոջ տան մեջ չեմ լինում, ավելի շատ Տիրոջ տան համար գործեր չեմ անում։ Մի ընդամենը ժամանակ, որ ուղղակի որոշեց մի քիչ առանձնանա, հա, իր գինուց ու հարբեց։ Ինչ տվեց հետևանքը, որ կարդակ կտեսնեք ամբողջ գլխում, հետո որ նայում եք պատմություն ուրատանում, իր մի սխալ որոշում, հա։ Եվ ընդհանրապես, եթե դու գնացիր այդ սխալի մեջ, լավ է որ շուտ հետ դառնաս։ Լավ է որ շուտ հետ, որ Տերը մեզ այսօր տվել է հնարավորություն Քրիստոսի միջոցով, գիտես, ամեն բան շտկելու, ամեն բան սպիտակ էջ դարձնելու համար, նոր կյանք անցնելու համար։ Երկրորդ տեղը, որ կարդամ, մի թագավորի մասին է,
իր մասին գիտես գրվել է համ թագավորների գրքում, իր մասին գրվել է մնացորդած գրքում, Եսայա մարգարեն անդրադարձ է, Եզեկիել թագավորի մասին է, եւ Աստվածաշունչը այս մարդու մասին խոսում է այսպես, ասում է իրապես Հուդայի թագավորներ ինքը, որովհետեւ Սողոմոնից հետո Երուսաղեմի ու Հուդայի թագավորությունները առանձնացան, դարավ երկու պետություն, այսինքն Հուդան ուներ առանձին թագավոր եւ Երուսաղեմ ուներ թագավոր, եւ Հուդայի թագավոր Եզեկիելը իր մասին այսպես ասում Աստվածաշունչը, որ իրապես էլ ոչ իրանից առաջ կար, ոչ էլ հետո եղավ, ինքը ոնց որ Դավիթն էր Աստծո առաջ քայլում, այնպես էլ ինքն էր։ Եվ անցավ ժամանակ, եւ ուրեմն կարդամ Եսայա մարգարեության 38-րդ գլխի 1-ից 5 խոսքերը։ Այն օրը հիվանդացավ Եզեկիան, մերձի մահ, եւ Ամովսի որդի Եսայա մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասեց. Այսպես է ասում Տերը. Կտակը տարա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չապրես։ Եվ Եսեկիան իր եսը դարձրեց դեպի պատը եւ աղոթք արավ Տիրոջը եւ ասեց. Աղաչեմ Տեր, հիշիր, որ քո առաջին հավատարմությամբ կատարյալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածը արեցի։ Եվ Եսեկիան մեծ լացով լացեց եւ Տիրոջ խոսքը եղավ Եսային ասելով. Գնա եւ ասիր Եսեկային, թե այսպես է ասում Տերը, քո հայր Դավիթի Աստվածը, քո աղոթքը լսեցի, քո արտասանքը տեսա։ Ահա ես պիտի ավելացնեմ քո օրերի վրա 15 տարի։ Տեսեք, 15 տարի ժամանակ տվեց Աստված թագավորին։ 15 տարի։ Ու թագավորը ուներ ժամանակ։ Ու հետո ես որ կարդացի տեստը, որ հասկանամ ինչպես օգտագործեց ինքը այդ 15 տարին, ինչ ունեցավ այդ 15 տարվա մեջ, ինչ ձեռքբերում ունեցավ, հա, որովհետև գիտես ոնց մենք երբ ենք գիտակցում մեր ժամանակի սղությունը, երբ որ կանգնում ենք ինչ-որ մի բանի առաջ, չգիտեմ, հիվանդություն կարա լինի, դժվարություն կարա լինի, նոր սկսում ենք հաշվել, թե ինչ ենք արել ու ինչ ենք կորցրել կամ ինչ կարայինք ունենային։ Եվ 15 տարի ավելացնում, հա, ու եթե տեղափոխվենք մեր օրեր, հա, ուներ հրաշք, մենք էլ պատկերացնենք, ունենք հրաշք, ինչ ենք անում մենք այդ հրաշքի հետ, հա, ոնց ենք օգտագործում այդ հրաշքը, պատմում ենք այդ հրաշքի մասին, թե չենք պատմում, հա, որովհետև հետո եթե կարդում ենք, Ասորեստանի թագավորը ընծաներ ա ուղարկում, լսելով որ բժշկվել ա, եւ Եզեկիա թագավորը այդ Ասորեստանի թագավորին ցույցատալ իր ամբողջ ունեցվածքը, ինչ որ ձեռք ա բերել, բայց չի պատմում հրաշքն անողի մասին, գիտես, որով արեց հրաշքը։ Չի կիսվում հրաշքի մասին, այլ ցույցատալի ուղակի, այնտեղ մի ուրիշ տեղ գրված է, որ իր սիրտը հպարտացավ։ Այդ իր ձեռքբերումներով, հա։ Տեսեք, 39-րդ գլխի արդեն 1-ից 8 խոսքերը։ Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովադ Բաղադանը Բաբիլոնի թագավորը նամակինք եւ ընծաներ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թե հիվանդ էր եւ առողջացավ։ Եվ Եզեկիան ուրախացավ նրանց վրա եւ ցույց տվեց նրանց իր գանձերի տունը, արծաթը, ոսկին եւ խնկեղենները, եւ պատվական յուղը եւ իր զենքերը, բոլոր տունը եւ ամեն ինչ, որ գտնվում էր նրա գանձարաններում։ Մեկ բան չկար, որ Եզեկիան ցույց չտված չլիներ նրանց, իր տանը եւ իր բոլոր թագավորներին։ Եվ հետո որ մարգարեն գալիս ասում է ինչ են եկես մարդիկ, ինչ են ուզում, ինչ ցույց տվեցի, ասում է ինչ որ կար ցույց տվեցի։ Ինչ որ ունեի ցույց տվեցի։ Գիտես, երբ որ ես ու դու հրաշք ենք ունենում, միանգամից պետք չի թուլանալ։ Ինձ մի օրինակ կա, ծառայողները ինձ կհասկանան, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, ուրեմն երբ որ դիրքեր էինք պահում, մենք դիրքեր պահելուց մենք չէինք հանվում, մեր համազգեստը, մեր կոշիկները չէինք հանում, որովհետև եթե տագնապ լիներ, դու պիտի պատրաստ լինեիր վեր կենալու, գնալու պատերազմի։ Մենք պարկելու, երբ որ պարկում էինք քնելու, պարկում էինք հագնված ամեն ինչ մենակ զենքներ, որ կախում էինք իր տեղը, հա, մնացած ոչ մի բան չէինք անում, որ արագ արձագանք էինք տագնապին։ Դրա համար երբ որ մի դու հաջողության ես հասնում Աստծո առաջ, լավ է դու զարթուն մնաս, զգոն մնաս, հա։ Այսինքն չընկնես հանգիստ վիճակի մեջ, այլ նորից քեզ պահես խոսքի մեջ, չէ՞, Աստված ինչ ասում, գիշեր ու ցերեկ թող քո առաջ լինի իմ խոսքը։ Գիշեր ու ցերեկ մտածիր, գիշեր ու ցերեկ խորհիր։ Ինչի համար, որովհետև գիտես ինչ, շատ հանգիստ մի տեղից մի բան կարա գա ու դու չիմանալով անես ու դա գցի քեզ այնտեղից, որտեղ որ Աստված ճանապարհ էր պատրաստել քո համար։
Եվ ինչ արեց։ Եզեկիան ցույց տվեց ինչ որ ուներ, եւ Աստված մարգարեի միջոցով փոխանցում է իրան, ասում է այսպես, հա։ Եվ Եսայան ասեց Եզեկիային. լսիր Տիրոջ խոսքը, գրված է արդեն 5-րդ խոսքում, հա։ Եվ Եսայան ասեց Եզեկիային. լսիր զորած Տիրոջ խոսքը, ահա օրեր կգան, որ ամեն ինչ որ կա քո տանը, եւ ինչ որ գանձեցին քո հայրերը, մինչև այսօր պիտի տարվի Բաբիլոն։ Մեկ բան պիտի չմնա, ասում է Տերը, եւ քո որդիներից, որոնք քեզանից առաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն եւ նրանց ներքիներ կդառնան Բաբիլոնի թագավորի պալատում։ Եվ Եզեկիան Եսային ասեց. Տիրոջ խոսքը, որ դու ասեցիր, բարի է, որովհետեւ իմ օրերում խաղաղություն եւ ապահովություն պիտի լինի։ Ինձանից հետո թեկուզ ջրհեղ է, հա։ Իմ օրերում խաղաղություն կլինի։ Տեսեք, մի զգուշացում արարքից հետո Աստված զգուշացրեց, ասեց, սենց բաներ է լինելու, ու քո որդիներն էլ գնալու են գերի, մեր բառերով ասած, հա։ Ասում է, Աստծո խոսքը բարի է, կարևորը իմ օրերում, հա, լավ լինի։ Ես մտածում եմ, ինչ կարար աներ։ Ոնց որ հիվանդության օրը ապաշխարեց, ու Աստված կյանք տվեց, կարար նույն ձև որդիների համար աղոթ քաներ, իր արարքի համար աղոթ քաներ, Աստված ողորմած է։ Չէր թողալու նրան, գիտես, ասում է, բարի է, եւ իր ասացի պես էլ այդպես եղավ, գիտես, ինքը իր օրերում տեսավ բարություն, կշտացած իր օրերից, այդ 15 տարին սահմանված է, բայց իր զավակները հետո գերի ընկան։ Ինչ ենք անում ես ու դու, հա, ասենք ունենք հրաշք, ինչ ենք անում, սիրելիս, ոնց ենք վարվում այդ հրաշքի հետ, պատմում ենք Աստծո փառքը տարածելու համար, թե ինչ ենք անում։ Գնահատում ենք մեր ունեցած ժամանակը, որ տվել է Աստված, որտեղ այն ինչ որ ունենք նրանից է։ Այդ ժամանակն էլ մեր տրամադրության տակ է եւ այդ ժամանակի օգտագործելը մեր որոշումն է ու մեր ձեռքի մեջ է։ Եփեսացիս 5-րդ գլխում 16-17 խոսքերը կարդամ, այսպես է գրված. Այլ ինչպես իմաստուններ գնեցեք ժամանակը, որ օրերը չար են, նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Տեսեք, ասում է ժամանակը գնեք, ինչքան կարևոր բան ասում, ասում մի լինեք, մի եղեք անմիտ, այլ գնեք ժամանակը, որ իմանաք ինչա Տիրոջ կամքը, սիրելիս։ Ես ժամանակներ առաջ մի որոշում էի կայացրել, որ երեկոյան չպարկեմ քնելու առանց աղոթքի։ Եվ մի օր շատ հոգնած եկա, Աստեր ջան, կներես էլի հոգնած եմ, կլինի քնեմ եւ պարկեցի։ Մոտավորապես մի 2-3 րոպե հետո ներսիցս զգացել եք թե չէ մի անլսելի ձայն։ Մինչև երբ ես պարկելու ով ծույլ։ Գրված է Առակաց 6-րդ գլխի 9-րդ խոսքում։ Գիտես ինչ, այդ խոսքից հետո ես դե տեղը չգիտեի, ես հետո ուրեմն բացեցի քթա, հիմա եմ հիշում տեղը, հա։ Որտեղ ես ներդնում քո ժամանակը։ Եթե դու տվել ես Տիրոջը խոստում, հավատարիմ ես թե չէ։ Որովհետև գիտես ինչ, աղոթքը ստիպողաբար չի, կարդալը ստիպողաբար չի, բայց նա մեր այդ ժամանակը, երբ որ տալիս ենք նրան, ինքն էլ օրհնում է իր հերթին, ինքը պակաս չի թողում ոչ մի բան։ Ես էի որոշել, ինձ ոչ մեկ չէր ստիպել, գիտես, ինձ չէին ստիպել, որ որոշում կայացրու։ Ես ինքս որոշել էի, ես ինքս էլ ուզեցա քնեմ, ինչի, որ հոգնած էի, բայց ոչ մեկ այսօր ասենք մի 10 րոպե զարթուն մնալուց չի մահացել, ասենք ինչքան էլ հոգնած լինես։ Կարայի մնայի ու աղոթեի, հետո նոր պարկեի քնեի։ Փառք Աստծուն։ Ու գիտես ինչ կա, երբ որ այն ինչի համար, որ ես իմ որոշումը կայացրել էի, դες հասկացա, որ ասենք բաներ կա, որ չի լինում, ուրեմն ես եմ մեղավոր։ Ու այսպես էլ ամեն մեկս, եթե որոշում ես կայացրել, մնա հավատարիմ որոշմանդ մեջ, գնահատիր ժամանակդ ու նամանավանդ գնահատիր ավելի շատ Աստծուն տալու համար։ Ամեն տեղից վերցրու, տես ինչ ունես, որ կարաս ավելի շատ ներդնես Աստծո մեջ, ներդիր Աստծո մեջ, որովհետև ընտեղ օրհնություն է։ Այն ինչը որ այսօր մեր աչքերը տենում է, դա խաբելու ու գողանալու համար է։ Աստծո խոսքն ասում է՝ մի սիրեք աշխարհը, ինչ էլ որ նրա մեջ կա։ Ինչի համար, որովհետև աշխարհը այսօր աչքի տեսանելիով խաբում է, բայց ժամանակը, երբ որ մենք սկսում ենք մտածել սիրելի ժամանակի մասին, մենք հասկանում ենք, որ այն ինչ որ այսօր կա,
ուղղակի վաղել չի լինելու, բայց մեր հոգին հավիտենական է, որ մի օր միանալու է Աստծուն։ Ու այդ միանալու ժամանակ ինչի դատարկ կայնենք Տիրոջ առաջ։ Ինչի դատարկաձեռը լինենք, ինչի չունենանք անելիքներ ու գործեր Տիրոջ փառքի համար, Տիրոջ անվան համար, որ թե մենք ուրախանանք, թե ինքը ուրախանա։ Ես մի հատ առակ կա, ասում եմ, այդ շատ մեծահարուստ մարդ։ Ամբողջ կյանքում աշխատած, ձեռքբերումներ ունեցած ու ինքը ծրագրել է, որ ինչ որ մի իր կյանքի հատվածում ամեն գործ թողելու է ու սկսելու է վայելի այդ իր արած դրածը, հա։ Եվ երբ որ գալիս է այդ օրը, որ ինքը պիտի արդեն այդ իր վաստակած գումարները արդեն ծրագրել է, այս օրը սենց կանեմ, այն օրը նենց կանեմ, գալիս է մահվան հրեշտակ, ասում է, լսի, գիտես, ժամանակն եկել է կտակդ գրի։ Ասում է, լսի, տալիս եմ քեզ իմ ունեցվածքի կեսը, 3 օր ժամանակ տուր, այն մնացածը վայել եմ։ Ասում է, չէ, չունես հնարավորություն։ Մտածում է, ասում է, լավ, գոնե 2, ասում է, չէ, 3 եմ տալի, 3 միլիոն եմ տալի, ասում է, մի օր տուր, ասում է, չէ, չունես ժամանակ։ Գիտես ինչ, աղաչելով, խնդրելով հասնում է նրան, որ գոնե մի րոպե տա, որ ուղղակի որդուն նամակ գրի, որը փոխանցի, այսինքն ինչ որ կա, հա։ Հետո որոշում է նամակի տեղ, գիտեք ինչ ա գրում նամակի մեջ, գրում է, որ գնահատիր ժամանակդ, որովհետև այս ամբողջ ունեցվածքի մեջ ես չկարողացա մի օր անգամ գնեմ։ Դրա համար եկեք գնահատենք սիրելիս մեր ժամանակը, հա, որովհետև օր ա գալու, ուղղակի սենց նստելու ենք, մտածենք ինչ արեցինք ու ինչ եղավ այդ ժամանակի հետ։ Հովհաննես ավետարանից կարդամ 9-րդ գլխի 4-րդ խոսքից։ Հիսուսի խոսքերն է, ինձ պետք է նրա գործերը գործել, որովհետև ինձ պետք է նրա գործելը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա, գիշեր է գալիս, որ այն ժամանակ ոչ ոք կարող չէ գործել։ Դες գալու է օր, որ ուղղակի ամեն մեկիս համար լինելու է, որտեղ կան սահմանված Աստծո կողմից ժամանակ մեր համար։ Գալու է որ կանգնելու ենք ու վերջ լինի ու ոչ մի բան չկարողանանք անենք։ Ինչի համար ափսոսանք, ինչի համար փոշմանենք, հա։ Այսպեսի մի խոսք կա, գիտես, սենց հետևյալ ձևով է հնչում, ասում է, երեկվա օրը ինքը անցյալ է, պատմություն է, գալիքը մեր համար առեղծված է, այսինքն դեռ հայտնի չի ու չգիտենք էլ ինչա լինելու։ Բայց այսօրվա օրը Աստծուց պարգև է։ Այսօր մեզի Աստծուց պարգև է։ Ու երբ որ ես ու դու մեր աչքերը բացում ենք, դա մի նոր հնարավորություն է իրան մոտենալու։ Երբ որ ես ու դու մեր աչքերը բացում ենք, մի նոր հնարավորություն է իրանից ավելի լավ բաներ իմանալու, իրան ավելի լավ ճանաչելու։ Ամեն օրը նոր օրը, երբ որ մենք բացում ենք մեր աշխարհը, հնարավորություն է շտկվելու, ավելի լավը դառնալու, ավելի իրան նմանվելու։ Ու երբ որ մեր աչքերը բացում ենք, այդ նույն օրը մի օրով էլ մոտեցնում է մեզ իրան։ Հասկանում եք, մեր ժամանակից անընդհատ պակասում է ու գնալով մոտենում է այն օրվան, երբ որ մենք կանգնելու ենք Աստծո առաջ։ Ինչ ենք մենք պատասխան տալու, արդյոք պատրաստ ենք։ Արդյոք այն մեզ տրված ժամանակը ճիշտ օգտագործել ենք։ Ես վերջի տեղը կարդամ, խնդրեմ կանգնեք, աղոթք անենք, հա։ Սաղմոս 90-ում հետևյալ 12 համարում հետևյալ խոսքերն ա գրած։ Սովորեցրում ես, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Գիտես, ես մեկ-մեկ ես աղոթք անեցում, Տեր, սովորացրու ինձ, որ ճիշտ հաշվեմ իմ օրերը։ Որ այն ինչը որ պիտի տամ ընտանիքին տամ, այն ինչը որ գործին լինի, այն ինչը որ քեզ լինի, որ ոչ մի բան պակաս չթողամ, հա։ Որովհետև իմ ձեռքի մեջ է ամեն բան։ Ինձ ա տվել Աստված հնարավորություն, ինձ ա տվել Աստված ժամանակ։ Եվ ինձ տվել է միտք իմ ժամանակը ճիշտ օգտագործելու համար։ Եվ Սաղմոս 2-ն ինչ ասում, ասում է սովորեցրու ինձ, որ ճիշտ հաշվեմ իմ օրերը։ Եկեք աղոթք անենք, որ Տերը սովորեցնի, որ մենք ճիշտ հաշվենք մեր օրերը։ Հայր, շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք, որ դու հրաշալի պարգև ես տվել ժամանակը մեզ, կյանքը մեր, եւ շնորհակալ ենք, որ դու նաեւ քո որդու զոհի միջոցով վճարել ես,
որ մենք այդ ժամանակի մեջ փրկված ու մաքուր քայլենք։ Գոհանում ու քեզնից խնդրում ենք, Տեր, որ օգնես ու իմաստություն տաս, որ ճիշտ հաշվենք մեր օրերը, Տեր, ճիշտ դասավորենք մեր օրերը, Տեր, որ ինչը որ քոննա քեզ տանք, ինչը որ ընտանիքինն է ընտանիքին տանք, ինչը որ իրա տեղում պիտի լինի, իրա տեղում լինի, Տեր, ոչ մի բան անկանոն չլինի, որովհետև դու կարգ ու կանոն սիրող, դու սրբություն սիրող Աստված ես։ Հանձնում ենք քո ձեռքերի մեջ մեր ժամանակը եւ խնդրում ենք տաս իմաստություն ճիշտ տնօրինելու համար, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Արկաստուն։ Հարկ Տիրոջը եւ մինչեւ կավարտենք մի հարց եմ ուզում տամ, կա մարդ, որ առաջի անգամ այսպես եկեղեցում, որ երբեք նման եկեղեցում չի եղել, իր կյանքը Հիսուսին չի տվել, կա այդպիսի մարդ, խնդրում եմ ձեռք բարձրացնես։ Ես այստեղից չեմ տեսնում, բայց եթե դու այստեղ ես կխնդրեմ ներքև իջնես, մենք միասին մի կարճ աղոթք կանենք։ Եկեք ծափարենք, հա։ Աստված օգնի ձեզ, բարի։ Հարկ Տիրոջը։ Աստված օրհնի քեզ, եղբայր ջան։ Մենք սպասում ենք, եկեք, եթե կան, եկեք, Աստված օրհնի ձեզ։ Գիտեք, մի կարճ աղոթք պիտի անենք, ինչա այս աղոթքը, հաշտեցման աղոթքա Քրիստոսի հետ, որովհետև մեզ հատկացված ժամանակից շատ հաճախ մենք անիմաստ ինչ ասես արել ենք ու առանց Աստծո քայլել ենք։ Հիմա ուղղակի կանչելու ենք Քրիստոսին, որ գա մեր կյանք, որ օգնի մեզ, որ մեր ժամանակը ճիշտ տնօրինենք ու ճիշտ քայլենք Աստծո մեջ։ Եվ Աստծո խոսքը ասում է, թե դու սրտումդ հավատում ես եւ բերանովդ դավանում ես, որ Աստված Քրիստոսին հարություն տվեց, կապրես ու կփրկվես, սա հաշտեցման աղոթք է, մի կարճ, մենք իրար հետ կանենք եւ հետո արդեն դուք ձեր սենյակում Տիրոջ հետ կունենաք ձեր երկխոսությունը։ Դուք կասեք, ինքը կպատասխանի եւ կտեսնեք ոնց է փոխվում ձեր կյանքը։ Համաձայն եք անենք այդ աղես հաղորդք իրար հետ։ Փակենք մեր աչքերը, հա, եկեղեցի խնդրեմ օգնես։ Երկնային Հայր, գոհանում ենք քեզանից եւ քո առաջ ենք գալիս քո որդի Հիսուսի անունով եւ խնդրում ենք, որ ներես մեր մեղքերը։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու չարչարվեցիր, խարշվեցիր ինձ ազատելու համար, ինձ փրկելու համար։ Ես քեզ հրավիրում եմ իմ սրտի մեջ, արի եւ թագավորիր։ Ես քոնն եմ, դու էլ իմն ես։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Աստված օգնի ձեզ։ Աստվածաշնչում գրված է, որ ամեն մի հոգի, երբ որ այս աղոթքը անում է, հրեշտակները երկնքում պար են գալիս այդ մի հոգու փրկության համար։ Թույլ կտաք ձեր համար աղոթենք, ձեր կյանքից թող հեռանա չարի ամեն ծրագիր, համաձայն եք։ Եկեք օրհնենք եկեղեցի, բարձենք մեր ձեռքերը։ Տեր ջան, շնորհակալ ենք այս հոգիների համար, գոհանում ու փառք ենք տալիս քեզ, եւ մենք խնդրում ենք քո օրհնությունները թող լցվեն մեզ մարդկանց կյանքի մեջ, իմ Աստված։
Հիսուսս խնդրում եմ քո լույսով ներկայանաս ամեն մեկի կյանքի մեջ Տեր եւ վերացնես ամեն չարից գոյացած սար։ Թող քանդված լինի ամեն անեծք, ամեն սխալ խոսք, ամեն թուղթ ու գիր ու անեծք իրանց կյանքերից թող չորանա Հիսուս Քրիստոսյանով եւ թող գա Աստծո կամքը կատարյալ իրանց կյանքի մեջ եւ թող քայլեն եւ ուրախացնեն քեզ իրենց բոլոր օրերի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։ Մենք այնտեղ նվեր ունենք ձեր համար Հովանեսի ավետարանն։ Խնդրեմ, որ քույրիկի եւ եղբորի հետ բարձրանաք վերև, հյուրասիրություն ունենք ձեր հետ։ Համ կհյուրասիրենք, համ կզրուցենք ձեր հետ, հարցեր կունենաք, կպատասխանենք։ Կարող եք իրանց հետ բարձրանալ վերև։ Այնտեղ կարաս բարձրանաս իրանց հետ աղբերս այսօր։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ պարզես ձեռքերդ, վերցնես օրհնությունդ։ Հոր սերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, ձեր բոլորի հետ, մեր բոլորի հետ, Հիսուսի անունով։ Ամեն։